Եթե իրանք բան են ասում, Լաչինի միջանցք էին ասում, իբր իրանք օրակարգ են բերել տենց մեծ հարց։ Լաչինի միջանցքի թեման բերվել է Մեղրին Հայաստանից օտարելու համար եւ ես եմ կանգնեցրել այդ թեման Մեղրին Հայաստանի անբաժանելի մաս է։ Իրանք Մեղրին տալու համար հոկտեմբերի 27 են արել, իշխանափոխություն են արել, հեղաշրջում են արել եւ ահա այդ սրանք, այս պատերազմի եռագլուխ կուսակցությունը դրանք Մեղրին տվողների խումբն է եւ իրանք պետքա Հայաստանի պետության համար դատվեն եւ տասնամյակով բաց նստեն։ Տվեք ինձ մանդատը, տվեք ինձ այդ մանդատը։ Ես ասում եմ, բոլորը գծերը անցել են։ Կալուգացի օլիգարխը, Ռոբերտ Քոչարյանը, այն բելարուսացի են մեկը, պետքա նստեն բանտ, ինձ տվեք այդ մանդատը, նրանք պետքա տասնամյակ անցկացնեն բանտում, եւ ես ձեզնից մանդատ եմ ուզում, այդ պլանը իրագործելու համար, եւ ես ձեզ ասում եմ, նրանք Մեղրին տվողներն են, ես ձեզ համար ապահովել եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ Մեղրին Սյունիքը հարատև Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս է, սրա մասին այս ընտրությունները։ Եվ ես ուրախ եմ, որ նրանք ես ամեն ինչ ասելու, առիթ են տալիս, հակառակ դեպքում ես չէի ասելու, ես երեք գնացել եմ տուն, հեռուստացույց եմ միացրել, YouTube-ում բան եմ նայում, մեկ է գովազդ ա բերում, ասենք ոչ քաղաքական բաներ եմ նայում, որ մի քիչ ամբողջ օրը հիմի մանավանդ կա, ինչ որ մի բան եմ նայում, ֆիլմ եմ նայում, մեկը գովազդ ա, մի հատ կին երեխու հետ մտնում ամանկապարտեզ հայերեն, գովազդ, ասում դե երեխուս բերել եմ մանկապարտեզ ընդունեք բան, տնորենն էլ, մանկապարտեզի տնորենը, տենց կիսա ժպիտով, ասում դե գիտեք ինչ, Սաֆարովի երեխեքին ընդունել ենք, ձեր երեխեքին չեն կար, ես ասում եմ այդ հոլովակը նկարողը հոգեկան հիվանդ է, իսկ այդ հոլովակի պատվեր տղողը լրտեսա, Կալուգացի դու նստելու ես բանտում տասնամյակներով, որպես Հայաստանի պետության դեմ գործող լրտես։ Եվ նաև երեխեքի մանկապարտեզից հոսանք գողանալու, դպրոցից հոսանք գողանալու, զորամասից հոսանք ու քո հանցավոր խմբակը դուք հայտնվելու եք բանտում եւ ես ժողովրդից առաջին հերթին սրա համար եմ մանդատ ուզում, առաջին հերթին սրա համար եմ մարտի 1-ի ոչրագործ Քոչարյանը, Մեղրին տվող Քոչարյանը պիտի նստի բանտում, որովհետեւ մինչեւ հիմա ժողովուրդ 2018 թվից շատ զգուշ եմ ես գործել։ Ես գիտեմ, որ դուք մարդիկ ասում եմ խիմիչև մի նստած չի, որովհետև ես շատ զգուշ եմ գործել, որովհետև իմացել եմ, որ դրանք 15 երկրի շպիոն են, որովհետև ես կրվել եմ հանուն Հայաստանի անկախության մի քանի ճակատով, եւ ես ամենն եմ, որ գոնե ճակատները չավելացնեմ, բայց հիմա ամեն ինչ հասել է լրումին, լրտեսները պետքա նստեն բանտում, Հաջորդը թակարդի մասին, ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, նրանք ամեն ինչ արել են, որ դուք եւ Հայաստանի Հանրապետությունը չունենա ընտրություն, այսինքն ձև չունենա, տարբերակ չունենա, եւ այդ ասածը նրանք իրականում Բելարուսի Լուկաշենկոյի պատգամով են առաջնորդվել եւ այսօր են դրանով առաջնորդվում, թե լսել եք, որ ասում են դե Հայաստանն ու հայերը ում են պետք Հայաստանն ու հայերը, հիմա նույն Լուկաշենկոն ձեռուվոտ է, ասում են ոնց, այս Հայաստանը բան ունի, այլ ընտրանք ունի, ուրիշ տարբեր, այո, Հայաստանը այլ ընտրանք ունի, եւ մեկ իմ նպատակն է եղել, ինչ ով ասել, որ հայ ժողովուրդը պետք է ունենա տարբերակներ, այո, հայ ժողովուրդը պետք է ունենա տարբերակներ,
հայ ժողովուրդը պետք է ունենա տարբերակ, շարունակելու է ԵԱՏՄ-ն, հայ ժողովուրդը պետք է ունենա տարբերակ, չշարունակելու ԵՏՄ-ն, հայ ժողովուրդը պետք է ունենա տարբերակ Եվրամիության անդամ լինելու, հայ ժողովուրդը պետք է ունենա տարբերակ Եվրամիության անդամ չլինելու, եւ ես Հայաստանի Հանրապետության համար ստեղծել եմ այդ այլընտրանքները, որովհետեւ մեր ժողովուրդը չպետք է գերի լինի, բայց ես չեմ ասում կամ էլի ասում եմ նույնը, ես այլընտրանքը ստեղծում եմ, ժողովուրդը որոշելու է, դուք եք որոշելու ժողովուրդ ջան, բայց նախկինում դուք չունեիք որոշելու հնարավորություն, որովհետեւ չունեիք տարբերակներ, այսօր դուք ունենալու եք որոշելու հնարավորություն, որովհետեւ ունենալու եք տարբերակներ, եւ եթե Լուկաշենկոն սրան ռեակցիան տալիս է բանով, սպառնալիքներով, իրանք սպառնում են, որ մեզ համար ճամփա կփակեն, մենք ճամփա ենք բացում, ընդամենը 2 օր առաջ ախալքալակ կարս երկաթուղին Հայաստանի համար բացվել է,